Համերգային ծրագրով։ Վաշինգտոնը մեզ դիմավորում է համերգային ծրագրով։ Ես դեռ Մերիլինն եմ եւ նորից քեզ տանում եմ ման գալու։ Մենք այսօր շրջագայելու ենք Վաշինգտոնով իմ ընկերուհու հետ։ Ինքը մեր այսօրվա գիդն է, ոնց է, զբոսա, չգիտեմ, գիդ հայերեն ոնց է։ Այսինչ, այս էլ Կապիտոլին է։ Կապիտոլիում։ Congress Hall, Washington DC։ Սա Congress Hall-ն է։ Գնում ենք այս Congress Hall-ի մոտ։ Տեսենք, եթե հաջողվի, շատ ենք ուզում անցնենք ներս, տեսնենք ինչ կա Congress Hall-ում։ Դարպասներն է Congress Hall-ի։ Ուրեմն այս Կապիտոլին է, ինքը ոնց որ տեսնում ես, այնքան բարձր շենք չի, ու այս գագաթից, Կապիտոլիի գագաթից բարձր շենք չպետք է լինի օրենքով Վաշինգտոնում։ Դրա համար Վաշինգտոնը մի քիչ ցածրահարկ քաղաք է։ Հետո երևի կտեսնենք, դες այստեղ ոչ մի երկնաքերներ չկան, բոլոր շենքերը ցածր են։ Նո այն ներքևում որ շենքերը սարքած են, սա բանի վրա է։ Անինչա բարձրության վրա է, այս Կապիտոլին։ Այն ներքևում կարելի է բարձր սարքել, բայց բարձրությունը այս գագաթից չպետք է գերազանցի։ Ուրեմն դրոշը կիսա իջացրած է, սա ինչ որ բան պետք է նշանակի, կամ պետք է նշանակի պրեզիդենտը չկա, տեղում չի, կամ պետք է նշանակի ոնց որ թագավորներին են, հա, ժամանակին ազդարարել։ Եթե թագավորը տանը չէր, կամ պարագլուխը եթե տանը չէր, դրոշակը իջացնում էին, երբ որ տաններ, ուրեմն բարձրացնում են, որ մարդիկ իմանան, հեռախոս չկար, չէ, որ իմանան ու այցերի համար պլանավորեն։ Հիմա սա ինչ է նշանակում։ Հա, մեկ էլ դրոշակը կիսա իջացնում էին, երբ որ, ասենք, պրեզիդենտը, երկրի գլուխը, թագավորը ելով կանտեղ, երբ որ մահանում էին։ Չեմ կարծում, որ այստեղ ինչ որ մեկը մահացել է, կամ ես տեղեկություն չունեմ, ավելի շուտ պետք է նշանակի, որ պրեզիդենտը տեղում չի։ Ես տենց եմ հասկանում, հա։ Այսա կարծեմ կասեմ։ Այդ ինչ է նշանակում։ Այս որ դրոշը իջացրած է, այդ ինչ է նշանակում։ Ֆեշնի մեջ չի կոնգրեսը։ Չի աշխատում։ Ահա, նշանակում որ կոնգրեսը չի աշխատում։ Նշանակում է կոնգրեսը արձակուրդի մեջ է։ Շատ սիրուն է։ Ես չգիտեմ, ոչ մի էկրան երևի իր գեղեցկությունը չի տեղափոխում, չի արտահայտում, բայց իրոք կենթանի վիճակում շատ սիրուն է։ Գրանդիոզ տեսք ունի։ Այս էլ դիմացի այգին է։ Տես ինչ լավ խնամված, սա ինչ է կոչվում, պուրակ է, այս շատ հետաքրքիր ծառով, հին ծառեր են, հա, ուրեմն ընդհանրապես մարդիկ չեն ընկալում, չեն հասկանում, բայց պետք է անպայման նշել, որ ԱՄՆ-ն այդքան հին երկիր չի, ԱՄՆ-ն ունի ընդամենը 300, այսա կարծեմ ճշգրիտ քանի տարվա պատմություն ունի, բայց 300 տարուց ավել պատմություն չունի, ու դա պետքա ընկալել։ Հիմա այս ծառը շատ հնարավոր է, որ այդքան հին է, բայց դեռ կենդանի է։ Այս մի շենքը որ կա, հեռվում որ երևում է, այս է։ Սա կոնգրեսի գրադարանն է, իսկ այս սրանք որ
ապակու նման բանով ծածկված են։ Սրանք շատրվաններ են, որ դեռ չեն միացրել։ Մի քիչ ավելի կտականա երևի կմիացնեն, ինձ թվում է շատ ավելի հետաքրքիր տեսք կլինի։ Տես շտապօգնությունը կանգնած է։ Երևի ինչ որ մեկի ուշ կգնա, այս գեղեցկությունը տեսնելուց իրանք էլ կօգնեն։ Երևի տենց։ Այս թաղամասը լրիվ պետական շենքեր են։ Ասենց սիրուն պուրակներով։ Այս էլ ես եմ կոնգրեսի ֆոնի վրա։ Ուրեմն, սա կողմնացույց է, որ ցույց է տալիս, տես բանն է ցույց տալիս այս կողմ, գրադարանը այս կողմ, House of Office Buildings, այս կառավարական շենքերը այն կողմ, Capitol այս կողմ, Capitol նշանակում է լատիներեն նշանակում է գլուխ, այսինքն սա երկրի գլուխն է։ Այս էլ ինչ է գրած, Սենատ, այն էլ Սենատի շենքի ուղղությունն է ցույց տալիս։ Իսկ սա East Capitol Street-ն է, Capitol-ի փողոցն է։ Այսինքն, իջանք ներքև, այստեղ գրված է Capitol Visitor Center, այսինքն Capitol-ի այցելուների կենտրոն։ Տեսնենք մուտքը որտեղից է։ Դու շատ հետաքրքիրն ես, այդտեղա։ Capitol Visitor Center։ Այսինքն հերթա Capitol-ի մտնելու համար, այսինքն երկար հերթա։ Մենք գնում ենք կանգնենք այն վերջը։ Սա վերևից կնկարեմ, սրանք սկաուտներ են, չէ՞։ Ինչ սուրտի մարդասես կա, մենք սովոր չենք, Երևանում սովոր չենք տարբեր տեսակի, մարդկային տեսակի տարբերության սովոր չենք։ Չփանաբաց։ So you empty it, you bring the empty bottle outside, refill it. Soda is a drink. You know, why I say that? Because people say, hey, you know, this is not food, this is a snack. This is not food, this is an orange. We have a lot of people coming here every day. We gotta make sure we be detailed. Some days. We misheard. No food. Sorry, you were explaining, we misheard what you're saying. Say again? We misheard. We were late to hear it to you. Oh, yes. So just make sure no food, drinks, sharp objects, no aerosol sprays. You got a water bottle, just empty it. Bring the empty bottle inside, refill it. Just make sure you don't have those things that you make way inside. All right. There's a way tap to fill in water? Yes, yes. We do have a water refilling station inside. You can refill it, and then Are you're there all any set. cups? I don't have any bottle. Oh, no, there's cups inside. We do have that inside if you would like to purchase that. Or we do have, like, I guess a cup. We probably can talk inside the restaurant inside. They have cups for you to, if you like to get a drink. Even water restaurant? inside. Yeah, restaurant downstairs as well. All right. Thank you. Thank you. So, Այսքան հերթն է, դες ինչ մեծ հերթ է, բայց ոնց որ ես որ առաջ են գնում, դեռ չեն սկսել ներս թողնել, ուրեմն այնտեղ նշան կար, որ չեն թողնելու նկարահանել, լուսանկարել, ես երևի չկարողանամ, եթե կարողանամ թույլ տան նկարելու կնկարենք, եթե թույլ չեն տա, հետո դուրս կգամ կպատմեմ։ Գնացինք առաջ։ Անցանք Կապիտոլի ներս։ Ստուգում են, ջուր չի կարելի, սպրեյ չի կարելի, հեռախոս պետք է անջատես, բայց նկարել կարելի է։ Այս սանք չեմ հասկանում, ես ինչ են, երևի էքսկուրսավարների հերթ է։ Այսինքն սա ինձ ստացա, հիմա գրում ենք աուդիո գայդ վերցնենք, որ գնանք մանգալու։
էմանսիպացիոն սրահն է, էմանսիպացիայի։ Ինչ է նշանակում էմանսիպացիա։ Բացատրեմ իմանաք, ուրեմն էմանսիպացիա նշանակում է կանանց ազատում։ Այդ իմ գիտական աշխատանքներից, թեմաներից մեկն է կանանց վիճակը ընդհանրապես աշխարհում, թե ինչու են կանայք զրկվել իրանց իրավունքներից, երբ են զրկվել իրանց իրավունքներից եւ ոնց է պետք վերականգնել եւ կանանց եւ տղամարդկանց հարաբերությունները։ Դրա համար այս հոլը Emancipation Hall ինձ շատ հետաքրքիր է։ Առաջի տիեզերագնացն է իրանց երևի։ Սա Շեֆ Վաշկի, Վայոմինգ, սա Վայոմինգն է, այս Արիզոնա, տես սպիտակը ավելի բարձր է, քան թե հնդիկը, հնդիկների աշխարհը։ Ջանեթ Ռանկին ներքևում գրած է. ես չեմ կարող քվեարկել պատերազմի համար, ապրել է 1870 թվից 1973 թիվը, պետական գործիչ է եղել։ Սա էլ տեղաբնակ է, հնդիկը։ Այս հետո կմոտենամ, երևի ընդհանուր հավաքածո կերպար է, բայց սա կոնկրետ կերպար է։ Շատ հետաքրքիր է, ինձ շատ հետաքրքիր է, թե որ պատերազմի համար ինքը չի ուզեցել քվեարկել։ 1973 թվին է մահացել, հավանաբար այդ Վիետնամի հետ պատերազմի թվերն է, հա, 70-ական թվականները, միգուցե այդ պատերազմին է դեմ եղել, քվեաթերթիկն էլ ձեռքին։ Ընդհանրապես կանայք պետք է կառավարեն աշխարհը, պատերազմներ չի լինի։ Իսկ սա Մեքսիկո, Հոլիման, հա, սա էլ հավաքածո կերպար է։ For a pay. Farmer, defender, leader of the Indian Pueblo Revolt. Okay, Owinge, San Juan Pueblo, 1680 թիվ։ Հիմա պատրաստում ենք մտնենք այս կինո դահլիճը, այնտեղ մեզ ցույց են տալու մի քիչ պատմություն ԱՄՆ-ի ստեղծման մասին։ Սա Արկանզասի Ջոնի Քաշն է, singer, songwriter, artist։ Իսկ սա Martha Hughes, արագ պետք է մտնենք, լավ հետո կնկար։ Ուրեմն այստեղ նկարել կարելի է, այնտեղ որտեղ որ մենք ֆիլմ էինք նայում, նկարել չէր կարելի, բայց այն ֆիլմը ԱՄՆ-ի ստեղծման մասին էր։ Ես կասեմ, որ շատ հետաքրքիր բաներ իմացա։ Հիմա համ ձեզ հետ եմ խոսում, համ էլ այդ էքսկուրսավարին եմ լսում։ Ուրեմն ԱՄՆ-ի պատմության մասին էր, ոչ մի պարծանքի բան չկա, կասեի, կամ կա, իրանք ուրիշ բաներով են պարծենում, հայերը ուրիշ բաներով են պարծենում։ Իսկ հիմա մենք պետք է գնանք էքսկուրսիայի, որտեղ որ ասես նկարահանել կարելի է, ոչ մի բանի ձեռք տալ չի կարելի, որովհետև այստեղ մարդիկ են աշխատում, մարդկանց աշխատատեղի է, չպետք է խանգարենք, չնայած շաբաթ է, բայց կարող է մարդիկ լինեն, կարող է մարդիկ լինեն, որոնք որ աշխատում են։ Գնում ենք տեսնենք, որտեղ եւ ոնց են կոնգրեսմենները աշխատում։ Այս դահլիճը կոչվում է Crypt։ Սա ամենակենտրոնն է։
If anyone needs the elevator instead, I'm behind the torch. All right, looks like we're all okay with the stairs. We're going to pass across up here. As we're trying to go to the other side, you'll see a bus with a block. Please get in the front of the seat. Իրան ականջակալով իրան եմ լսում ու չեմ կարողանում ոչ մի բան պատմեմ։ Ուղակի նայի։ Ուղակի նայի։ Այս սրանք 13 առաջի 13 նահանգների սենատորներ են, ինչ ղեկավարներ են մի խոսքով։ Samuel Adams, Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցիչն է։ Հիմա իջնելու ենք ներքև։ Տեսենք ուր ենք գնում։ 35 աստիճան, ասաց պետք է իջնենք ներքև։ Ուրեմն հատակնել տերսարժան ինչ-որ հետաքրքրություն ունի, որտեղ պատրաստված է մարմարից։ Այսրան, սա էլ է մարմար։ Այ, պյատ գեղեցկություն տես։ Right, everyone. Գեղեցկությունը տես։ Up the rotunda. So we're directly above where we just were in the crypt. Ու բարելիևների գեղեցկությունը։ And for my friend who asked about the building materials, the dome, so kind of above where it looks like the artwork about halfway up, everything above that is made out of iron. About 9 million pounds of it. Yeah. So if anyone has a cast iron pan at home in your kitchen, you might use it to make breakfast. That's the same material that our dome is made out of, cast iron. What that means is that they heat up the iron to the point where it melts, and then they pour it into a certain shape. So with a cast iron pan in your kitchen, they poured it into the shape of the pan. But here in the Capitol, from here on the ground where we're all standing, up to the ceiling of this room is about 180 feet. That is about the same. 480 feet բարձրությունը։ It's tall enough that the Statue of Liberty from New York could fit in this room. It is a very long way up to the top. Ուրեմն ասեց, որ այս ֆրեսկան բասկետբոլի դաշտի չափ է։ Այսա ներքևից չի երևում, այդքան մեծ է։ Right down here on the ground, you got to make adjustments. Where we came in with a man stepping off of a boat. Ուրեմն այս բարելիև չի, այլ նկար է։ Այդ ոնց որ բարելիև լինի, հա։ Չէ, հետաքրքիր է։ Այսից որ մոտեցնում երևում է որ։ Միևնույն է, ոնց որ քանդակած լինի, բայց նկար է։ 1870 թվին սկսել են, 1910, քանի 70 տարի նկարել են։ Այս The artist who does the ceiling, Constantino Bermidi, he actually starts this one as well. He makes about a third of the way around the room. հետաքրքիր է, որ այս բարելիևը վերջացրել են ընդամենը 1950-ական թվականին։ The four on this side are once again scenes of colonization and restoration. Այս գրավման այս լավ բան են արել, գրավել են, հիմա էլ վայ Ռեյգանը։ Ghana. Because we're looking to expand. In the mid-1800s, when they are decorating this room, they're thinking about growing. They've had the Louisiana Purchase. She is the daughter of the chief Powhatan.
ինքը And she lives իրոք in a town called գոյություն ունեցել է։ Werricopa. When she's about 11 years old, the English first come and settle what is going to be their first permanent colony of Jamestown, Virginia. It's going to be right near Werricopa. Իրան This scene is ինչ են ասում։ later on in her life. She's only Baptizing. 11 when the English first show up. She's around 18 or 19 here. She is being baptized as a Christian in order to get married to the man who's standing in red behind her, Քրիստոնյաց John Rolfe. Now, John Rolfe is very rich. Ուրեմն նոր ասեց, ես նոր հասկացա, թե ինչի էս շենքի մեջ շատ իտալական մասունքներ կան, որովհետև մեծ մասամբ սարքել են եւ նկարել են իտալացի նկարիչներ եւ ճարտարապետներ եւ վարպետներ։ Այս երեք կինը շատ նշանակավոր կանայք են, Portrait Monument, Lucrezia Motna, Elizabeth Cady Station եւ Susan Antonin, որ առաջիններն են եղել, որ պայքարել են կանանց իրավունքների համար։ Ուրեմն սա արձանների դահլիճն է, կարգը որն է, պետքա մի քանի կարգ պետք է ունենան, պետք է պատրաստված լինեն մարմարից, պետք է նշանավոր մարդու արձան լինի ու այդ մարդը պետք է արդեն մահացած լինի։ Չեմ հասցնում համ իրան լսեմ, համ ձեզ պատմեմ, հենց որ առայժմ նայեք։ Այն ծառը որ կա, սեկվոյա, այս մարդու անունով է կոչված։ As we're walking to the statue, we get stopped by Secret Service, and Vice President Pence walks by, and so I'm meeting the Vice President for the first time ever, and in my head I'm like, oh my God, why am I meeting him right now? I need to go. I'm gonna forget everything about my statue. Like, I was so nervous. And as I'm meeting the Vice President, you know, he's going around and shaking hands and saying, hi everyone, how you doing? And I'm like, okay, Esther Homer Morris was born. So that is like one of the fun things about this job is like sometimes you run into the Vice President while you're getting ready to give a talk. Yeah. There was a statue, Vance by name. It was underlined Vance. Yes. Any concern with the Vice President? No, the unrelated Vances. So the question was one of the statues has the name Vance on it. That Vance is from North Carolina. He's a governor named Zebulon Vance. And I love the name Zebulon. His statue is actually done by Gutzon Borglum as well, the guy who did Mount Rushmore. He has a couple of statues throughout the building. But as far as I know, no relation to J.D. Vance, the Vice President. As far as I know, I mean, maybe, who knows, back, but, so, all right, so thank you all so much for joining me. I hope you enjoyed the tour, and makes it a little bit easier for us to clean. And once you got it looking like that, I'll take them back from you. If you have any other questions, Thank please you very stick much. around. It was and I'd be very happy to interesting. answer. Thank you. Thank you. Ուրեմն կոնգրեսի ճաշարանում ենք, այսինքն բաներ ենք վերցրել։ Այս պետքա դնել վրա, կապիտոլիկ ստացվի, տես, խմոր եղենա, համով չի չգիտեմ, որտեղ հետաքրքիր դրա համար վերցրեցի։ Սուրճ, սալատ ու տոլմա ենք գտել, տես, չգիտեմ մեջի ինչա, տոլմայի նման է։ North Dakota, Sacagawea, a member of the Lewis and Clark expedition.
էքսպեդիցիայի տարիներն է։ Այս էլ Կապիտոլիումը։ Ես նկարելը նկարեցի, բայց ոչ մի բան չկարողացա պատմել, որովհետև ինքս լսում էի։ Հետո խոսելը ցանկալի չէր, որովհետև բոլորը ինչ որ բան էին լսում ականջակալներով։ Ափսոս, շատ բան կարող էի պատմել։ Երևի հետո միգուցե ուրիշ բաներ նկարահանելուց երևի կպատմեմ։ Շտապ օգնությունն էլ միշտ կանգնած է։ Ինչն է շատ տեղը։ Այսինքն լենուբոլ գցել են։ Բայց ես կասեի, որ մեր շենքերն, մեր կառավարական շենքերը, որ Բաղարամյան փողոցի վրա են, ոչինչով չեն զիջում գեղեցկությամբ այս շենքին։ Սա ավելի հզոր է, որտեղ իրանց երկիրը պետականությունը ավելի մեծ է։ Ու ես գտա մի պատասխան, որ աչքի էր ընկել ինձ համար, հա, աչքի էր ընկել այս շենքերի վրա։ Ուրեմն այստեղ շատ հռոմեական դետալներ կան, ճարտարապետական, հա, որ ես մտածում եմ ինչու։ Ну, այդքան ուշադրություն չէի դարձնում, բայց ոնց որ ներսում այդ էքսկուրսավարը ասեց, ուրեմն որովհետև ճարտարապետները եղել են իտալացիներ, այնտեղ նկարիչները եղել են իտալացիներ, ու շատ իտալացի վարպետներ են ունեցել, դրա համար իտալական դետալներ շատ կա, բայց այդքան տեսել եմ այս շենքը նկարների վրա, ֆիլմերի մեջ, վիդեոների մեջ, բայց այս շենքի իրական գեղեցկությունը չի երևում։ Իրականում այս շենքը չքնաղ է, ուղղակի չքնաղ է։ Այսինքն հետաքրքիր բան գտա, տես մի հատ։ Ինչ շատ հետաքրքիր է։ Ինչ շատ հետաքրքիր է, այս մարդը ինչա մեջքով կանգնել փողոցի, քաղաքի, մի հատ տես։ Տես մի հատ ինչ տեսարանա։ Այս Ստելայի մոտ է։ Ուրեմն տես քամին է քշում, հեռախոսս, այդ քամին է քշում հեռախոսս, որտեղ որ չեմ կարողանում ստաբիլ պահեմ, հեռախոսը շարքვა քամին է, շատ ուժեղ քամի է, ինջալոց։ Լավ, գնացինք, ոնց, կոմ։ Սիրուն նկար են անում, ես էլ իրանց նկարել, բայց իրանց չի ուզում նկարել, ուզում էի նկարել Կապիտոլիումը հեռվից, այդ դու էլ ենք կադրի մեջ, Արցախ։ Այս մարդը ով է, չգիտեմ, ու այսինքն տեսարան է բացվում, ու այս շատ սիրուն քաղաք է, ամենայն դեպս այսքան տեղը, ոնց որ ասեցի, ուրեմն այս Կապիտոլիումից այս մարդուց ամենաբարձր տեղում, որ կանգնած է, գաղութին, իրանից բարձր ոչ մի շենք չպետք է լինի։ Այս ստելան, որ դրել են։ Իրա գագաթը հավասար է այդ Կապիտոլիումի բարձրությանը, ոնց որ ևս մեկ չափանիշ է, թե ինչից բարձր չպետք է լինի։ Բա, ճայր կան, տես լիքը ճայր են, ես իջա ձուկ էլ կա մեջը, լիքը ճայ, բանա, լիքը ճայ է, ինչ գործ ունեն, եթե ձուկ չկա մեջը, սրանք ինչ գործ ունեն ստեղ,
Երևի ձուկեր կա։ Այդ սիգալները ձուկ են ուտում, չէ՞։ Լավ, գնացինք, շարունակեցինք մեր մանգալը, արի գնանք մանգալու։